Այս պահին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը քննարկում է հեծին լիցենզիայի զրկելու հարցը։ Որպես հանրային տիրույթում ակտիվ քննարկվող հարց եւ որպես ինձ հաճախ ուղղվող հարց, թե ինչ եմ մտածում այս հարցի կապակցությամբ, ես ուզում եմ անդրադառնալ այս թեմայի որոշ ասպեկտների։ Բազմաթիվ են ասելիքներն իհարկե, բայց անհրաժեշտ է առանց էմոցիաների եւ զուտ իրավական տեսանկյունից անդրադարձ կատարել երկու հիմնահարցի։ Տեղի է ունենալու լիցենզիայի զրկում, որը կայուն դատական պրակտիկա կա, հավասարազոր է սեփականազրկման։ Այսինքն տեղի է ունենալու սեփականության իրավունքից զրկում։ Սա ամենաբարդ, ամենադժվար ներգործության միջոցն է իրավական տեսանկյունից հիմնավորման ենթակա, որը հիմքում պետք է իսկապես ծանրակշիռ փաստեր դրված լինեն, որովհետև ակնհայտ է, որ թե միջնաժամկետ եւ թե երկարաժամկետ կտրվածքում այն չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի ներդրումային միջավայրի եւ առհասարակ տարբեր վարկանիշային աղյուսակներում Հայաստանի տեղի ու դերի վրա։ Եվ որպես սեփականազրկման հիմքում դրված փաստարկներ չափազանց կարևոր է, թե ինչ են ասում մեզ իրավասու պետական պաշտոնյաները։ Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնում է խախտումների մասին եւ ես չեմ ուզում դրանց ոճին, բնույթին, բովանդակությանը անգամ անդրադարձ կատարել, որովհետեւ Ռոմանոս Պետրոսյանը գնացել է, այսպես ասենք, ժամանակավոր կառավարիչ աշխատելու հենց այդ նպատակով։ Ինձ առավելապես հետաքրքիր է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիրքորոշումը եւ այդ դիրքորոշման հիմքում ընկած փաստարկները։ Փաստ է, որ այն ամենը, ինչ ներկայացրել է ժամանակավոր կառավարիչը, պետք է պատշաճ կերպով մոնիտորինգի ենթարկվեն, քննարկվեն, ըստ էության ապացուցողական բազմաթիվ նշանակության փաստեր հավաքագրվեն, որպեսզի կարողանա հանձնաժողովը կայացնել նման որոշում։ Ընդ որում հանձնաժողովն ինքը չգիտես ինչու ասում է, որ միայն լիցենզիայի զրկելը կփրկի։ Այ ոչ մի տուգանք, այ ոչ մի ուրիշ միջոց չի կարող արդյունավետ լինել։ Մենք կանդրադառնանք դեռ այս որոշման խտրական կիրառմանը։ Ես ուզում եմ այստեղ կանգ առնել եւ ասել հետեւյալը։ Օրեր առաջ Մեսրոպ Մեսրոպյանը, որը հանձնաժողովի նորընծա նախագահն է, ասել է, որ երբ որ իրեն հարցրել են, բա ժամանակին հեծը ներկայացնում էր ֆինանսական հաշվետվություն, տեխնիկական հաշվետվություն ու ելիքը հաշվետվություններ, դուք դա ընդունել եք, նորմալ եք համարել, հաստատել եք ու շարժվել եք առաջ։ Բայց ինչու՞մն է հիմա խնդիրը, որովհետև այն, ինչ հիմա ասում է Ռոմանոս Պետրոսյանը, ըստ էության բազմաթիվ նույնական կետեր ունի նրա հետ, թե ինչ է ներկայացրել ժամանակին հեծը ու ինչ են հաստատել հանձնաժողովի անդամները։ Մեսրոպ Մեսրոպյանը ասում է հետևյալը. «Վայ, իմ հետ գործ չունեք, այդ այն ժամանակ էր, ես ինչ կապ ունեմ այս ամենի հետ»։ Այսինքն պրոբլեմը իդեպ նաև ոչ պրոֆեսիոնալ կերպով նետվում է հանձնաժողովի գործող անդամների ուսերին։ Այսօր Ռոմանոս Պետրոսյանը արդեն ավելի հեռուն է գնում եւ ասում հետեւյալը. հանձնաժողովը, նախորդ հանձնաժողովը դրսևորել է անգործություն։ Այստեղ մի պահ կանգ առնենք եւ հիշեցնեմ. հանձնաժողովը նույն հանձնաժողովն է, անդամները նույն անդամներն են։ Մեսրոպ Մեսրոպյանը անդամ է եղել այդ հանձնաժողովում եւ եթե դրսևորվել է անգործություն, որը ունի տարբեր դրսևորումներ, հանցավոր անգործություն, ծառայողական քննության արդյունքում բացվող բազմաթիվ չարաշահումներ, այլ դրսևորումներ, կոռուպցիոն երանգներ եւ այլն, պետք է լիներ հանցագործության մասին հաղորդում։ Որտեղ է Մեսրոպ Մեսրոպյանի հանցագործության հաղորդումը նախորդ հանձնաժողովի գործունեության կասկածելի բնույթի վերաբերյալ։ Որտեղ է Ռոմանոս Պետրոսյանի հանցագործության մասին հաղորդումը նախորդ հանձնաժողովի անգործության մասին։ Սա այն հանձնաժողովն է, որը պետք է քվեարկի լիցենզիայի զրկելու օգտին հիշեցնում եմ։ Եվ հետևաբար սեփականազրկման հիմքում ընկած փաստարկները պետք է լինեին անխոցելի եւ իրավական պետությունում ընթացակարգը պահանջում է հենց իմ ասած եղանակներով այս կամ այն տեսակետի հերքում կամ հավաստում։ Հիմա անդրադառնանք երկրորդ հատվածին, խտրական մոտեցմանը։ Մեսրոպ Մեսրոպյանը ասում է, որ իրենց հանձնաժողովի ամենայն դեպս նախագծում ասում են, որ դե միայն լիցենզիայի զրկելը կփրկի։ Ուրիշ ոչ մի բան չի փրկի։ Հեծի լավ աշխատանքը ուրիշ ձևով հնարավոր չի ապահովել։ Լավ, ուզում եմ հասկանամ դրամական տուգանքների մասով ինչու այդ որոշումը եւ այդպիսի դիրքորոշում չի պահպանվում մյուս ռազմավարական նշանակության ունեցող օբյեկտների հեռահաղորդակցության կամ հատկապես իմ սիրած թեմային անդրադառնանք ջրի ոլորտում։ Ինչու պետությունը Մեսրոպ Մեսրոպյանը ու էլի ինչ-որ մարդիկ, չեն ցուցաբերում նույնչափ հետևողականություն, փութաջանություն եւ ջերմեռանդություն, օրինակ Վեոլա ջրընկերության հետ կապված։ Հիշեցնեմ, Վեոլա ջրընկերությունը մերն է, մեր սեփականությունը, որը տված է կառավարման, տրվել այդ կառավարման, որպեսզի պատշաճ կառավարեին այդ մարդիկ։ Հիմա վատ են իրականացնում Հայաստանի Հանրապետության ցանկացած ողջամիտ քաղաքացի, ձեզ կասի, որ իրենք վատ են իրականացնում կառավարումը։ Ջրամատակարարման տևողությունը կրճատվել է շատ տեղերում
բազմաթիվ ժամերով կրճատվել է եւ դա հաստատել է Մեսրոպ Մեսրոպյանի հանձնաժողովը։ Ինքը տեղի արչի ոչինչ, բայց հանձնաժողովը հաստատել է հենց այդ հանձնաժողովը։ Բայց իրենք տուգանում են ու հերոսական մի դրվագ են դա ներկայացնում։ Հաջորդը Veolia ջուրընկերության հետ որպեսի պայմանագիրը կարողանա լուծել Հայաստանի կառավարությունը կատարողական ցուցանիշների մասով, կառավարությունը պետք է ունենա տեխնիկական աուդիտորի եզրակացություն հաշվետվություն։ 4 տարի է տեխնիկական աուդիտը չկա։ Veolia ջուրընկերությանը եթե իրեն անհարմար կատարողական ցուցանիշներ կան, կառավարությունն ասում է այ մինչև 2021 թիվ, այս սրանք մի ընկրկեք մեջը։ Եթե հանգարց ՀՑԿ հնչի համաձայնի հանձնաժողովը, այ ոչինչ տուժանք նշանակի, ես կվճարեմ այդ տուժը Veolia ջուրը հանգարց չնեղվեց, վարձավճարներն իջեցնում են, ներդրումների ծավալը իջեցնում են, Veolia ջուրընկերության նկատմամբ ցուցաբերվում է այնքան բարյացակամ ու բարեհաճ վերաբերմունք, որքան որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ կառույցի նկատմամբ չի ցուցաբերվում։ Հարց ինչու։ Եվ այս ինչուն, բացի հռետորական լինելուց, իր հիմքում ունի իրավական դեր, իրավական ասպեկտ ու նշանակություն։ Ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում։ Մի դեպքում մասնավոր սեփականատիրոջը սեփականը զրկում են, երկրորդ դեպքում կառավարման հանձնված սուբյեկտից չեն վերցնում տան ուրիշին, որն ավելի լավ կկառավարի։ Պետության մասին չեմ խոսում, որտեղ պետության կառավարման արդյունքում մենք կարող ենք ունենալ, ինչպես օրինակ ատոմակայանը կամ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը 4-րդ աստիճանի, այսինքն ռիսկայնության խմբում օբյեկտներ։ Սա է ուզում ձեզ ասել, սա է ուզում ներկայացնել եւ ակնհայտ ընդգծել իրավական մոտեցման եւ իրավական հիմնավորումների չափազանց խոցելի կամ առհասարակ լինելը կամ դրանց բացակայությունը։ Եղեք տեղեկացված։